Ողջույն սիրելի ժողովուրդ, լրագրող.com լրատվականի եթերում ժողովրդի ձայնը լսելի է հաղորդաշարն է։ Մենք այսուհետ մասնավոր դեպքերի հետ կապված ուրեմն կազմակերպելու ենք նմանատիպ եթերներ, որտեղ մեր քաղաքացիները անհատական կերպով զանգահարելու են իրենց բողոքները, դժգոհությունները արտահայտելու համար եւ կարծում եմ մեր հրապարակումների շնորհիվ պատկան մարմինները կունենան անելիք, կունենան հետևողականության, այսպես ասենք, կամք եւ կփորձեն խնդիրների լուծումը գտնել ավելի ճիշտ ու ավելի այսպես ասենք, ավելի արդար ձևով։ Հիմա ես ուզում եմ նախ, եթե կարելի է ներկայացեք, ձեր անազգան նկասեք։ Հայրապետյան Ռիմա։ Բարև ձեզ, Տիկին Ռիմա, դուք բավականին երկար ժամանակ է մեզ հետ կապի մեջ եք, մեր այս հանդիպումը տարբեր պատճառներով չի ստացվում եւ դուք գանգատ ունեք հեծից եւ ես ուզում եմ դուք մի փոքր ներկայացնեք ինչ խնդիր կա, ինչումն է ուրեմն հարցը։ Մի 4 տարի առաջ ինչ այդ նոր էլեկտրոնային հաշվիչները տեղադրել են, նորմալ գնում էր ամեն ամիս 5-6 հազար դրամ։ Հիմա այս նոյեմբեր, հոկտեմբեր ամիսներից սկսած դեկտեմբեր սկսել են իրանք թվերը բարձրացնել 10,000, 10,500, փետրվարին ամենակարճ ամիսներ գրել են 13,500 քանի դրամ։ Զանգեցի իրանց, ասեցի այդ ո՞նց է որ ավելի շուտ գնացի դիմում ներկայացրեցի, ասեցի որ ինչի է այսքան փետրվար ամիսը ավելի է եղել, քան մյուս ամիսները։ Բայց գանք հաշվիչը կտանենք ստուգման, եկան հաշվիչը որ տանեն ստուգման, հատուկ ուրիշ տեսուչեր եկել, նայեցին, գրեցին իրանք իրար մեջ չգիտեմ ինչ, հետո այս մի նոր եկող տեսուչը ասեց, թող մնա մյուս ուրբաթ կգանք կտանենք ստուգման, ուրբաթ օրը եկել ես, ինչի ուրբաթ օրը չես տանում, մյուս ուրբաթ ես ուզում տանես։ Ես սպասում էի, հետևում էի, հաջորդ օրը բերին դրին հաշվիչները, 2 օր հետո եկավ մի հատ թուղթ ձեռքին, ես այդ թղթերը ձեզ կուղարկեմ, իրանց պատասխանները, թղթերը վերեցին, ներկայացրեցին, որ հաշվիչը նորմալ է, ոչ մի բան չկա, բայց թղթի վրա ոչ մի ստորագրություններ նորմալ, ոչ մի տվյալներ, թե որտեղից է, որտեղ է մասնա չկար։ Հիմա ես նորից գնացի բողոքեցի, զանգեցի էլեկտրոցավ կենտրոնական, ասեցի, որ Սենց ինձ թուղթ եմ բերել, բայց իրանք իրավունք չունեին արձերն ինձ թուղթ տային, հասարակ մի հատ թուղթ։ Ինձ պիտի ծրարով պատասխան գար։ Զանգեցի, ասին լավ, մարդ ուղարկեցին, հաջորդ օրը եկավ նորից հաշվիչը տարավ, ստուգեց, բերեց մյուս օրը դրեց, սպասեցի մի 10 օր հետո պատասխանն եկավ, որ իմ հաշվիչը նորմալ է, ձեռքտված չի, բայց իրանց մոտ խախտումներ կա էլեկտրացանցում։ Ու ասեն կհաշվարկենք, ինչ որ տարբերություն կլինի, կնստացնենք քո հաշվի համարի։ Մի ամիսը դրա առաջի հաշիվն եկա, որ 3000 իբր թե հաշվարկել են 3000 մնաց է հանել են տարբերությունը, տանես կմուծես 3000։ Ասել լավ, տեսնեմ այս ամիս ինչա գալու։ Այս ամիս նորից 10550 դրամ։ Ինչի համար։ Այդ տարբերությունը եթե ընդ մի անգամ խախտում կա, ուրեմն անցած կա։ Եթե խախտում չլիներ, թող մի ամիս շատ է, մի ամիս չի, ստանդարտ թիվ են դրել։ Հիմա ես տեսուչին տեսա ասեցի ինչ եք բանանում, ինչ եք ավել գրում, ասում ավել չեն գրում, մենք կապ չունենք, այդ տվյալները գնում է անտեղ, եթե տվյալները գնում է անտեղ, ինչի ձեր տեսուչը թուղթ ու գրիչը ձեռին ամեն ամիս գալիս է թվեր է գրում, հաշվիչներից գնում է, ասում դե էլեմենտը նստում է, ուրեմն էլեկտրական էլեմենտը լիցքավորում է էլեկտրականությամբ, բայց էլեկտրականությունը էլեմենտով է աշխատում, խելքի մոտ բան է ասում էլի, ասում նստում է գալի փոխում են։ Այսօր տեսա մեր այդ տեսուչին, ասեցի չհասկացա, չես ամանչում, չես ավել փողեր գրում, ասեցամ, ես չեմ գրում, այդ այնտեղ է։ Ասի այնտեղի համար, այնտեղ իրաք սխալներ անում են, ես ունեմ պատասխանը։ Ասում մենք գործ չունենք, ասի որ գործ նստել ծվերը գալի գրում, ասում որի պատասխանը չի գալիս այնտեղ, ես գալի էլի գրում եմ։ Այդ էլ երկրորդ սուտը։ Իրանք հակասում են։ Հիմա ես խնդրում եմ Հա, այդ ուրիշներին որ ասում եմ, ով լսում է, ասում է իրանք առանձին կազմակերպություն են, ոչ մեկի չեն ենթարկում, ինչ ուզեն կանեն։
Ես տեսուչին ասեցի ինչ եք ավել գրում, ասում այս զորը խոսում ես, մեկը ասում է պիտի գրենք, իրանց ենք տալի փողը, ասում իրանցում, ասում Սամվել Կարապետյանին, թե խափում են անունն են հանում Սամվել Կարապետյանի, թե իրոք տալիս են իրան, չգիտեմ, չեմ կարող ասեմ դրա համար։ Հիմա մեր բոլոր հարևանները, հիմնականում մի սենյականոցն ու երկու սենյականոցները սաղինը ավել է գնում։ Մարդիկ տանը չեն, առավոտ գնում են գործի, երեկոյան ուշ գալիս են դուրս, գնում են քանի անգամ դուրս տեսնեմ տանը մարդ չկա։ 9:30, 10:30, նես թվերագրում, որ հեչ խելքին մոտ չի։ Հիմա եթե այդքան գցում է, բայց մի բան վառեն, չէ՞ գցի, իրանք են գիժո, ես չեմ իմանում ինչ եմ վառում, ինչ եմ օգտագործում։ Իսկ մարդիկ կա, որ իմ տակի հարևանը, ինչ գիտեմ 2000 քանից միջև 3 չի հասնում։ Այն մի կողքի շենքինն էլ նորից, ասում է ինձ քիչ է գնում, դե միայնակ են, նրանց գրում է։ Հիմա մի հատ էլ հարևան ունենք, քանի տարի միայնակ թոշակառում, մենակ ապրում, ոչ լվացք անում, ոչ բան 3 ամիսը մեկ մի անգամ անի թե չանի, 12000 փող են գրում խեղճկնգան։ Մեռա բողոքելով, եկան իբր թե շոթիկները փոխեցին բան, ասում է բանը, ես լարը հանել չէ, ասում է ես լարը հանել եմ, թազա լար եմ բերի, ասել դու թազա լարը բերել ես, բայց հին լարը չես տվել այդ մարդուն, ուր է այդ հին լարը։ Հանել ենք ասում, որ հանել էի ծայր իրան, ասում մենք ինչ պիտի անենք, ասել այդ լարով կարա այդ ուրիշի շոջիկին կպնել, այդ մարդու հաշվին աշխատեր։ Հետո մի հատ խանութ ունենք, ունեն 3 հատ կամպյուտեր, 2 հատ կոնդիցիոներ, որ հիմա չեն էլ միացնում այդքան, ամիս 140-150 հազար փող են գրում։ Նրանք էլ խնդրեցին, որ ես նորից իրանց մասին էլ ասեմ, ու հիմա ես հարևանների ստորագրությունները ունեմ, իրանց պասպորտի սերիաներով, բոլորն էլ բողոքում են, ասեցին, որ պետք լինի գան, մենք պատասխանենք։ Հիմա ես չգիտեմ արդեն, քանի հոգու գրել եմ, ոչ մեկ նորմալ պատասխան չի տալի, նույն պատասխանն են տալի, ինչ էլեկտրոցանցը, ձեր բողոքը հաշվարկել են, ձեր գումարը նստացել են ձեր քարտին, սուտ, որ քարտին նստացել են, իրանք պիտի ինձ պարտունեին, ոչ թե ես իրանց։ Հիմա, չգիտեմ, ում ասենք, արդեն ղեկավարության նման մարդ չկա, որ մեկին բողոքեց, մեկին դիմեց, որ ձեր հարցն ընթացք տան ձեր հարցերին։ Հիմա խնդրում եմ ձեզ բարձրաձայնեք, թող իրանք էլ լսեն, որ իրանք Սամվել Կարապետյանի անունն են հանում, իրանք աշխատողն է ասել, որ փողը տալիս ենք իրանք, իզորը խոսում ես։ Մի բան հարցնեմ, էլի, մոտավորապես ինձ կասեք, ինչ եք օգտագործում տանը, էլեկտրական, ինչ սարքավորումներ եք օգտագործում։ Ասեմ, մի հատ սառնարան, մի հատ լվացքի մեքենա, բաքսի ունենք, բաքսին ենք օգտագործում, ու հիմնականում ոչ մի բան չկան, բաները, լույսերը լեդերա, տելևիզորը լեդա, չենք օգտագործում լույս, մեկ կարող է գազօջախի մեջ էլեկտրական բան ունենք, դուխովկա, մեկ ամսվա մեջ, 2 ամսվա մեջ մի անգամ կարող է օգտագործել, թե չի գազ ենք օգտագործում։ Շատ լավ, շնորհակալություն։ Այդ նույն բանը մենք օգտագործել ենք միշտ, ամեն 4 տարի նույն բանը օգտագործում ենք, նույն թիվն էր գալի։ Հիմա այդ մի քանի ամիսա սկսել են ավել գրել։ Շնորհակալություն, մի բան էլ հարցնեմ, ամեն ինչի մասին խոսեցինք, չասեցիք ձեր հասցեն, որտեղ եք ապրում, որ տարածքի մասին է խոսքը, որ շենքի մասին։ Հա, մենք ապրում ենք Մալաթիա Սեբաստիա հասցեում, բայց Լենինգրադյան փողոցն է, որ մեզ սպասարկում է Մաշտոցի շրջանը, Մաշտոցի էլեկտրոցանցը, մենք իրանց ենք ենթարկում, ջրմուղն էլ լրիվ իրանց է պատկանում, օգտվում ենք իրանցից, իրանք էլ արցից օգտվում են։ Ամբողջ շենքերը եկեք հարցրեք, շատերը բոլորն էլ 10000-ից պակաս չեն գրում։ Մեկը կա, որ գցենք հարևանը հարցնում են, 5 հոգի էին, 3 սենյականոց, փոքր երեխաներ, ամեն ինչ լույս, ամեն ինչ ունեն, բայց իրանց անցած գցում են 7000, 6000, բայց մենք ոչ մի բան չենք օգտագործում, մերը գցում է 10000, այս մի քանի ամիսը, թե չէ միջև 5-6000 է։ Այս մի քանի ամիսը ոգևորվել է։ Նոր է սկսվել այդպիսի բարձր գներով, հա գալ։ Հա, այս մի 4-5 ամիս է, ասեմ, կոնդիցիոներ միացնենք մի ամիս, լրիվ չէ, մեկ ու մեկ, այդ սեպտեմբեր, օգոստոս ամիսներին էր երևի, այդ ամիսը ավել եկավ 10000,
ու դրանից հետո սկսեցին իրանք 10-ի վրա կանգնել։ Սկսեցին 10-10-10։ Հիմա ես ասում եմ, ես բան չի, ասում ինչով է ստականում, ասի բաքսիով, ասում բաքսին հոսանքով չի, ասի հոսանքով, բայց բաքսի հոսանքը կայծ է ուղղակի, քեզ բան չի անում, որտեղ հոսանք չի խզում մեզանից։ Մի խոսքով ուզում են խաբեն մարդկանց, մենակ ինչ չէ, շատերն են բողոքում, այն մեկն ասում է տատից, որ իմանա կգնա ես իմ ինչ կանի, տատուս խաբում, ասում ենք չի չա, մենք կեսը մուծում ենք, կեսն էլ իրանք են մուծում, որ տատին չիմանա։ Մարդիկ հիվանդ մարդիկ են թոշակառու, ինքնած խփի մի բանալի ներվերից, իրանք ինչ, իրանքից պետք է, ամոթ չունեն, ամոթների կապել են ճակատներին, ձերյակեր գող ավազակ, էդ է այս պետության ղեկավարությունը։ Ոչ մեկ տիրություն չի անում, զանգել եմ հանրային վերահսկողական կազմակերպություն, նույն պատասխանն են ուղարկել, զանգել եմ քաղաքապետարան, չեմ զանգել, այսպես նյութ եմ գրել ուղարկել եմ, պատասխանը մինչև հիմա չկա, ամսից ավել է։ Պետ եկամուտներ եմ գրել, զանգել, ասում եմ, մեզ խեք զանգել, մենք ինչ կարանք անենք, մեր հետ կապ չունի, ասի չհասկացա, ես խանութում մի կոպեկ ավել են գրում, վերցնում, վազում կանգնում եք գծներին, դու գանում եք, մարդկանց թալանում են, ինչ եք գնում տիրություն անում, բայց հերեք վերցրեք ձեր դիմում, ասի չեմ վերցնի, տենց էլ ոչ պատասխանն եկավ, ոչ էլ դիմումը մեջտեղ եկավ, չգիտեմ ինչ արեցին, ուր գնացին։ Մի խոսքով մի հատ լրագրողի էի գրել, այսքան գրել էի լրագրողներին, մի աղջիկ պատասխանեց։ Իմ նյութը գցեց ինտերնետ, բոլորը լսեցին, բայց այլ օգուտ չկա, նորից շարունակվում է։ Շատ լավ, ես ուզում եմ մի բան հարցնեմ։ Ընդհանրապես դուք կհիշեք 1 տարի առաջ այս օրերին որքան գումար եք ծախսել էլեկտրաէներգիայի համար, կա դրա, ասենք, չեկերը պահել եք։ Ամսեկան թե ընդհանուր ամսեկան վճարումները, որ արել եք, դուք ունեք պահած անորագրերը։ Հիմա չունեմ, բայց տեսերով եմ ուծել, տեսերով կլինի, կարող է լինել, բայց քցում ենք ով է պահում։ Ես իրանք մոտ էպիկրիզը կա, ես գնացի դիմում գրեցի, իրանք մտան էպիկրիզը նայեցին, որ 4 տարի 5 ու քանից 6000-ից ավել չգցե փողը, թող 6 ու քանից լիներ։ Բայց հիմա խա դարի 10։ Ասում անդե գրումա, այնտեղ մենք ենք բանանում նշում, ասից այնտեղ տես չի գրում, դուք այնտեղ սարքում եք։ Հետո մի հատ հարևաններ եմ, ասեց ծանոթ էլեկտրիկ ունեմ, ասեց այնտեղ են ինչ-որ բան անում, սարքում, ինքը գիտի, ասեց, բայց իմ անունը չասեք։ Այնտեղ իրանք արդեն սովորել են, 4 տարի չգիտեին ձևը, հիմա նոր ձև ենք թե թալանելու, ու հիմնականում ինչի է հենց 10-ի վրա կանգնած, 9 ու քանից, 10 ու քանից։ Այդ մարդիկ անդադ նույնն են, մենք սաղս նույն չափով ենք վառում, մեկը տունն է, մեկը տունը չի, ո՞նց կարա տենց լինի։ Հասկանալի է, պատկա մարմիններին հատուկ ուրեմն կոչս։ Բարի եղեք արդարությունը վերականգնել մեր երկրում։ Մեր երկրին այն ինչ որ արվում է, դրանք սաղ երկրորդական է։ Եթե չկա արդարություն, քաղաքացու կողմից երբեք չի լինի ոչ հարգանք, չի լինի ոչ գոհունակություն, ոչ էլ որևէ ձեր մի արած աշխատանք քաղաքացու աչքին կերևա։ Ես անպայման այս մեր զրույցը կկցեմ դիմումի հետ միասին, կուղարկեմ համապատասխան կառույցներին, եթե ունեք ավելացնելու բան, խնդրեմ ավելացնեք, եթե ոչ, արգելի ժողովուրդ, ուրեմն տեսանյութի տակ խնդրում եմ, եթե որևէ մեկը էլի նման խնդրով, նման ուրեմն հարցով տուժում է հեծի կողմից, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, մենք անպայման կանրադառնանք եւ դիմումի հետ նաեւ կուղարկենք այդ մեկնաբանությունները։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, որ ինձ ուղարկեք այն բոլոր դիմումների պատճենները, այն բոլոր փաստաթղթերը, որը դուք ունեք ձեզ մոտ առկա են, եւ փորձեմ ես արդեն դիմումով ուրեմն դիմեմ պետության ղեկավարությանը եւ փորձենք խնդրին լուծում տալ, որովհետեւ այս ապօրինությունը, այս մենաշնորհային դիրք ունեցող կառույցի կողմից արդեն կարծում եմ չափերը ամբողջությամբ անցել է։ Շնորհակալություն, որ միացաք, եթե ասելիք ունեք ասեք, եթե ոչ։ Ես էլ եմ շնորհակալ, որ բարձրաձայնում եք, թող պատկան մարմինները լավ լսեն, ու զգան, որ ժողովրդի միջոցով են իրանք նստեք ղեկավարության, թողնենք անեն, որ ժողովուրդը նորից իրանք հարգի, թե չէ արդեն լավ չի ստացվի ժողովրդի կողմից։
Այո։ Շնորհակալություն, որ միացել եք, ստեսություն կհանդիպենք անպայման, եթե նորություն ունենանք, ձեզ տեղյակ կպահենք։ Շնորհակալություն, մենք էլ ենք շնորհակալ։